Վենսամուսիններն առավոտյան ծիծեռնակաբերդի բարձունքում էին ծաղկեպսակ դնելու ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Ջեյդի Վենսը տիկնոջ Ուշա Վենսի հետ իջնում են անմար կրակի մոտ վարդերի փնջով, մեկ րոպե լռությամբ հարգում զոհերի հիշատակը։ Հայաստանի իշխանությունն է խնդրել այցելել այս շատ կարևոր վայրը, արդեն հեռանալիս օդանավակայանում ասաց Միացյալ Նահանգների փոխնախագահը, ի պատասխան հարցի, արդյոք պաշտոնապես ճանաչում եք հայոց ցեղասպանությունը։ Առաջին փոխնախագահն եմ, որ երբևէ այցելել է Հայաստան, եւ նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Ակնհայտ է, որ սա շատ սարսափելի մի բան է, որ տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, եւ մի բան, որը նրանց համար մշակութային առումով շատ կարեւոր է։ Այդ պատճառով, որպես հարգանքի նշան թե զոհերի, թե Հայաստանի կառավարության հանդեպ, որը տարածաշրջանում մեզ համար շատ կարեւոր գործընկեր է, թե վարչապետ Փաշինյանի նկատմամբ հարգանքով, ես ցանկացա գնալ եւ այցելել այդ վայրը, հարգանքի տուրք մատուցելու։ Նահանգների փոխնախագահի առավոտյան հուշահամալիր այցից հետո X-ի նրա էջում գրառում կար, որտեղ օգտագործված էր հայոց ցեղասպանություն բառը։ Այսօր փոխնախագահ Վենսը եւ երկրորդ տիկին Ուշա Վենսը հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցել են ծաղիկներ խոնարհելու արարողությանը, հարգելու 1915 թվականի հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Գրառումը սակայն ջնջվեց ու Վենսի էջում հայտնվեց նրա խոսնակի գրառումը առանց ցեղասպանություն եզրույթի։ Վենսի աշխատակազմից հայտնում են առաջին գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից։ Նրանք փոխնախագահի գլխավորած պատվիրակությունում չեն եղել։ Խոսնակն էլ բացատրել է փոխնախագահի տեսակետին կարող եք ծանոթանալ ինքնաթիռի մոտ նրա արած մեկնաբանությամբ։ Ինքնաթիռի մոտ Ջեյդի Վենսը այսօր հայոց ցեղասպանությունը շատ սարսափելի բան անվանեց։ Թրամփի վարչակազմը հավատարիմ է հայոց ցեղասպանության փոխարեն այլ արտահայտություններ օգտագործելու քաղաքականությանը։ Անցած տարի էլ նախագահ Թրամփի ապրիլ 24-յան ուղերձում մեծ եղեռն հնչեց։ Այսօր ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում բարձրաստիճան զույգին հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը նախ պատմել է այն ամերիկացիների մասին, որ թուրքական կառավարության իրագործած ոճիրի դեմ իրենց ձայնն են բարձրացրել։ Հուշապատի հետևում երկու ամերիկացի, մեկ միսիոների եւ Ամերիկայի դեսպանի հուշատախտակը Հենրի Մորգենթաուի եւ Կլարա Բարտոնի, ովքեր ամերիկացիներ են եւ հայոց ցեղասպանությունից առաջ եւ հայոց ցեղասպանության ընթացքում մեծ դերակատարություն են ունեցել, ինչպես հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու, այնպես էլ հայերին օգնելու առումով եւ ներկայացրեցի այդ երկու անձնավորություններին եւ ինչու են նրանք ամփոփված հուշապատի մեջ որպես հայ ժողովրդի երախտիկի խոսք։ Հուշապատի խորշերի մեջ Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Մորգենթաուի ու Կլարա Բարտոնի ԱՄՆ Կարմիր խաչի ղեկավարի գերեզմաններից բերված հողով լի սափորներն են։ Հուշահամալիրի տարածքում այլ խաչքարեր ու հուշաքարեր կան, որ օգնում են պատմել ողբերգական այլ իրադարձությունների մասին։ Այստեղ Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Ջարդերի զոհերի հիշատակի խաչքարերն են, Արցախյան պատերազմի առաջին զոհերի շիրիմները։ Ներկայացրեցի նաև հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում 3 խաչքարերը, որոնք կան նվիրված սովետական Ադրբեջանում հայերի դեմ իրականացված բռնությունների եւ նաեւ 5 ազատամարտիկների շիրիմներին, որոնք որ ամփոփված են հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում։ Բացատրել եմ, թե ինչու են իրենք հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում, բացատրելով այդ կապը, որ ժողովրդի մոտ եղել է այդ մոտեցումը, այդ գիտակցումը, որ սրանք կապված երևույթներ են եւ այդ պատճառով ամփոփվել են աճյունները ցեղասպանության թանգարանի տարածքում եւ նաեւ խաչքարերը ինչու են այստեղ։ Հյուրերին Էդիտա Գզոյանը 5 գիրք է փոխանցել հայոց ցեղասպանության ու Արցախի խնդրի մասին։ Այն ամենի, ինչ տարբեր դարաշրջաններում տեղի է ունեցել հայերի հետ, թուրքերի ու ադրբեջանցիների ձեռքով, ողբերգական դեպքեր, որոնց անդրադարձել է նաեւ ամերիկյան մամուլը։ 3 գրքերը դա ամերիկյան մամուլից ուրեմն արձագանքներ էին հայոց ցեղասպանությանը, New York Times-ի 2 հատորները, որոնք ընդգրկում են 1915-23 թվականին, թե ցույց տալու համար, թե New York Times-ը քանի անգամ է անդրադարձել հայոց ցեղասպանությանը եւ մյուս գիրքը կրկին ուրեմն ամերիկյան մամուլի արձագանքներ Անդրկովկասում թաթարների ուրեմն վերաբերմունքը հայերին, նրանց ագրեսիան հայերի նկատմամբ էլի վերցված ուրեմն ամերիկյան մամուլից նվիրեցինք նաև Ավրորա Մարդիգանյանի հուշագրությունը,
որպես Ամերիկայում տպված առաջին հուշագրություն եւ նաեւ մեր թանգարանի պատկերագիրքը։ Վենս ամուսինները լսել են նաև հուշահամալիրի կառուցման պատմությունը, ընդհանուր առմամբ շատ տպավորված էին, ասում է Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը։ Այցը թեպետ ընդամենը կես ժամ է տևել, հյուրերը թանգարան էլ չեն մտել, բայց ըստ Էդիտա Գզոյանի հասցրել է այդ կես ժամում շատ բան պատմել։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան դրսում անձրևի տակ հասցրել է նաև գրառում անել պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան եւ Հայաստանը միասին ձգտեն խաղաղության եւ փոխըմբռնման ապագայի։ Այցի վերաբերյալ տարածված լուսանկարներում հյուրերը ժպտում են միայն մեկում, ենթադրվում է այստեղ թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը պատմում է հուշահամալիրի հիշողության պուրակում շուրջ 30 տարի առաջ տնկված առաջին ծառի մասին, որը տնկվել էր 1997 թվականին ամերիկացի սենատոր Ռոբերտ Դոուլի կողմից, ով հանրապետական կուսակցության ներկայացուցիչ էր, ներկայացրեցի նաև ուրեմն այդ ծառի մասին։ Ամերիկացի սենատորին Ռոբերտ Դոուլին փրկել ու երկրորդ կյանք էր տվել ցեղասպանությունից փրկված հայ վիրաբույժը։ Սենատորը երկարատև արշավ է մղել, որպեսզի կոնգրեսն ընդունի հայոց ցեղասպանությունը։